Ուշադիր եք լինում, ահա, վերջ, հիմա եթե ուզում ենք տարբեր տեղերից կարող ենք սկսել ստեղծել, բայց չգիտեմ, իմ համար ավելի հարազատ է ստեղից սկսել, որովհետև ստեղից ոնց որ ինձ թվում է հեշտ է, բայց ձեզ մի բան ասեմ, մի րոպե, օրինակ, եթե դուք գնաք որոշների մոտ, գնաք օրինակ եթե Meta Business Suite, ունդեղից էլ создать объявление սխմեք, որոշ պրոֆիլների մոտ միանգամից էլի I create campaign-ը տակ, էլի հայտնվելու եք նույն տեղը, էդ էլ հիշեք, նայած տեղից ինչ ա բաց, ոնց ա բաց, հասկանում եք դա է կարևոր, բայց ամենահեշտ տեղը իհարկե, հիմա ես ավելորդ բաները փակեմ, որովհետև լրիվ գովազդային հարթակները բաց ա, մեկը մյուսի չխանգարեն, սա էլ եմ փակում, և այսպես, սկսեցինք, ուշադիր լսում եք, կարող եք ընդհատել, ստեղծել, արդեն ձեր մոտ ամեն ինչ պատրաստ է, քարտը գցած է, ինչպես ես ասեցի, ձեր մոտ բացվում է այսպես, նայեք, awareness, ինչպես ձեզ ասեցի, բրենդի տարածում, traffic, հիմա հերթով կասեմ, եթե դուք միացնում եք awareness, այսինքն վերցնում եք այդ նպատակը, գլխավոր, նայեք, կա գլխավոր նպատակ, կա ենթանպատակներ, սա մեր գլխավոր նպատակն է, եթե ընտրում ենք awareness, ինչի է սա հասանելի, reach, առաջինը, նայեք, շատ մարդիկ կարող են ինչ-որ գործարք կատարել ձեր գավազդում, առաջինը, մյուսը, ձեր բրենդը կարող եք լավ տարածել, եթե վերցնում եք այս ստրատեգիան, վիդեո, եթե ինչ-որ վիդեո ունեք, որ շատ մարդիկ նայեն, էլի սա հարմար է, և որ գան ձեր Facebook-ի էջը մտնեն, Instagram-ի էջը մտնեն, ծանոթանան, սա բոլորը մտնում է առաջի ձևի մեջ, awareness ձևի մեջ, ես ձեզ բացատրեցի, մենք դա ձեզ հետ հանդիպել ենք, որ ստրատեգիան է, այսինքն բրենդի հետ ճանաչումը, բրենդի բարձրացումը, մյուս ձևը, տեսեք դուք չեք կարա զուգահեռ, եթե սա կամ գնում ենք սա, եթե ընտրում ենք traffic, այսինքն շատ մարդ կա, ուղղակի traffic-ը գիտեք, երթևեկությունն է, այդ որ սենց ճանապարհի երթևեկությունն է, չէ traffic, ուրեմն մենք մարդկանց ուղարկում ենք ինչ-որ տեղ, որտեղ իրենք կարող են, օրինակ լայք անել ձեր կայքը, ձեր հավելվածը, Instagram-ի պրոֆիլը, եթե Facebook-ում ինչ-որ իրադարձություն է, օրինակ դուք վաճառում եք մեղր ցածր գնով ու դրել եք Facebook-ում event, իրադարձություն, էլի հարմար է, այստեղ մարդիկ կարող են շատ լինքերի կլիկ անել, կարող են, եթե դուք կայք ունեք, ձեր գլխավոր էջը դիտել, Instagram-ի պրոֆիլը, եթե պետք է, կարող են այցելել, ստեղ ձեզ հետ կապ կարող են հաստատել Messenger-ով, Instagram-ով, WhatsApp-ով ու նույնիսկ կարող են զանգել, այսինքն այս մի օբյեկտիվը, այս նպատակը տալիս է դա, մյուսը, engagement, ինչպես ես ասեցի, engagement-ը, որ ներգրավվածությունն է, շատ մարդիկ ներգրավվեն, այդ պարագայում ինչ դուք կստանաք, դուք կարող եք շատ մեսիջներ ստանալ, դուք կարող եք ինչ-որ մի բան վաճառել մեսիջների միջոցով, այսինքն եսա դրել եմ վաճառքի, մարդիկ ինձ գրում են վաճառում եմ ես, video views, վիդեոյի դիտումները կշատանան, ինչ-որ post եք դրել, այդ post-ի engagement-ը, ներգրավվածությունը կշատանա, ձեր Facebook-ի լայքերը, ու եթե դրել ենք event, իրադարձություն, մարդիկ կարձագանքեն, ժողովուրդ ջան, բոլորդ հիշում եք event-ը ինչ է, Facebook-ում event-ը, մի հատ ինձ կհիշեցնեք, ով կհիշեցնի, event-ը որն է, որ դնում եք Facebook-ում, երբ որ միջոցառում ապրեք, այո, ինչ-որ միջոցառում է, այո, event-ը միջոցառում է, որ դնում եք, օրինակ դնում եմ ես մարդիկ կան, ես մեղր այս օրը դնում եմ 50% զեղչ, ու կարող եմ դնել իմ Facebook-ում event, մարդիկ տեղ կան, դե գրանցվում են, ու գալիս են ներկա են լինում, event-ը դա է, եթե ես օգտագործում եմ, էդի երրորդ գլխավոր նպատակներից է, մյուսը lead-ն է, lead-ը ինչպես ես ասեցի, ֆորման է, երբ որ մարդիկ ֆորմայի միջոցով գալիս են ձեզ հասնում են, դա ֆորմա է, որը դուք եք ստեղծում, իրենք լրացնում են, գալիս են ձեզ, կարող եք դուք ներառել և սրա մեջ Messenger, Instagram, և շատ կոնվերսիաներ ստանալ, նույնիսկ զանգ ստանալ, ստեղ այդ հնարավորությունը կա lead,
Մյուսը գալիս է app promotion, app-ը էդի հավելված է, օրինակ Wildberries-ը հավելված է, հա, թեմուն հավելված է։ Եթե դուք ունեք հավելված, ձեզ պետք է որ ձեր հավելվածը ներբեռնեն, կամ ձեր հավելվածի հետ ինչ-որ գործարք լինի, այդ պարագայում վերցնում եք app promotion։ Եվ եթե ձերը խանութ է, հա, խանութ է, ստեղ կա հատուկ ձև, գլխավոր նպատակ վաճառք, հա, վաճառք, ու այդ պարագայում դուք արդեն ուղղակի գտնում եք մարդկանց, ով ավելի շատ հաճախականության կարող են գնում կատարել։ Դա ստեղծում եք կոնվերսիաներ, կատալոգ եք ստեղծում, կատալոգի տարբերակ կա, կատալոգը դնում եք գներով ու իրեն գնում են, միանգամից վաճառքը կատարվում է հենց գովազդային հարթակից։ Կարող եք օգտվել այստեղ Messenger-ից, Instagram-ից, WhatsApp-ից եւ ունենալ զանգեր։ Այսինքն դուք ինչ հասկացաք։ Ստեղ այսպես փոփոխական է։ Դուք չեք կարա միաժամանակ բոլորներ ընտրեք, ընտրում եք միայն մեկը։ Դա առաջինը։ Մյուսը, ստեղ կա buying type, ինչ ձևով գնում կարող են կատարել։ Նայեք, ստեղ կա aukcion ու կա reservation, հա։ Aukcion բառը երևի դուք արդեն պատկերացնում եք, հա, aukcion բառը ինչ է նշանակում։ Մի հատ ով կբացատրի aukcion-ը ինչ է, եթե դժվար չի։ Մի հատ տեսնեմ ձեր կարծիքը էլ այդ բառի վերաբերյալ։ Ինչ կասեք, aukcion-ը ինչ է։ Լսել եք aukcion, եկեք սենց։ Լսել եք թե չէ։ Օրինակ мы aukcion-ի ենք մասնակցել։ Ինչ որ մեկը գիտի այդ բառը, թե ոչ։ Ժողովուրդ ջան, արձագանք եք, եթե չի իմանամ չէ։ Չէ։ Չէ, ասեք չէ, հա, ես էլ սպասում եմ, հա։ Ինչ-որ վաճառքի կամ Այո, օրինակ, հա, բացատրեմ դրա համար, Ժողովուրդ ջան, ասեք, եթե չգիտեք, բա պետք է բացատրեմ։ Օրինակ, ինչ որ մեկը վաճառում է բաժակը 10 ռուբլիով, բոլորը հավաքվում են։ Մյուս ասում է 15 եմ տալի, մյուս ասում է 16 են։ Այնքան են հասնում, ով ամենաթանկ գինը տալիս է, ինքն էլ առնում է։ Այդ ձևը կոչվում է աուկցիոն։ Այսինքն, եթե դուք հա, ճիշտ է։ Ասեք, Արցախ ջան, ասեցիք դուք բառը։ Ասեք։ Աջուրդ, դե չգիտեի որ այդ նշանը։ Այո, ես էդ էի ուզում լսեմ, իհարկե։ Այսինքն, եթե դուք ընտրում եք aukcion, այն aukcion buying type, այսինքն գնելու տարբերակ, այդ առաջինը, տեսեք, դա արդեն դուք այդ ձևով եք մասնակցում։ Եվ ձեզ ասեմ, դա լավ աշխատող տարբերակ է, դա բավականին լավ է աշխատում, բայց միջև չմիացնեք էլի չեք իմանա, հա, դա օգտագործում է bid strategy, այսինքն, ինչքան դու կարող ես վճարել, որ քո գովազդը հասնի նպատակի։ Ստեղ այդ աուկցիոնի մեջ դա է ներառված, հա, դա, այսինքն, բոլորը դնում են, ով ամենալավ գինը կտա, ոչ թե միայն դուք եք, Պողոսն էլ է, Արմենն էլ է դնում, հա, բոլորը դնում են, ու ով ամենալավ գինը կտա, ամենալավ ձևով կկարգավորի, նա կհասնի նպատակի, դա աուկցիոնն է կոչում, okay։ Հիմա գնացինք մյուսը, տեսեք, այսինքն ինքը մեջին երկու ձև կա, մյուսը այդ reservation-ը կամ ռեզերվացիա ձևը, դա էլ է երկրորդ ձև է, ձեր buying type, գնելու ձևն է, մենեջերում, ինչ է դա իրենից ներկայացնում, այսինքն եթե ընտրում ենք այսպես reservation, հա, նայեք, տեսեք, հենց ընտրեցի reservation, ինչ կատարվեց իմ մոտ, մյուսները կորան, այսինքն reservation-ը, այս մյուս ձևը, ես կարամ մենակ այս երկու նպատակների հետ օգտագործեմ, մյուսների հետ չեմ կարա, դա ուշադիր եք լինում, հիմա ձեզ կբացատրեմ, ինչու այդպես եղավ և ուր կորան մնացածը։ Բացատրում եմ, ինչքան կարելի այսպես հեշտ, որ հասկանաք, ուրեմն ձեր նպատակն է, your campaign objective is the business goal, որը դուք ուզում եք հասնել ձեր նպատակին, դուք նախորոք, այ ռեզերվացիա, նախորոք, ինչ-որ գովազդային տեղ եք վերցնում ու ինչ-որ գումար եք տալի դրա համար, հա, օրինակ, ինչ-որ օրինակ $10 տալիս եք, այդ տեղը գնում եք, ինչ կարաք այդտեղ դուք տարածեք,
ձեր in-stream վիդեոները, story-ները Instagram-ում, reach-ը կարակ դնեք, image campaign-ներն եք կարում դնեք, հա, ու դուք գիտեք ինչքան գումար եք տալի։ Այսինքն, եթե դուք հստակ գիտեք, որ կհասնեք նպատակի, դուք ոնց որ բրոն եք անում այդ գովազդային հարթակը ու վերցնում ընդ աշխատում։ Սա այդ բրոնն է, ռեզերվացիանը։ Ես ավելի շատ դեռ սիրում եմ աշխատել այս աուկցիոնում, ոնց որ չգիտեմ, ինձ ավելի է դուր գալի, բայց երկուսն էլ աշխատեցրեք, իմ ձեզ խորհուրդը, okay? Հիմա մենք ձեզ հետ, հիմա քանի որ ձեր մոտ կայք չկա, եկեք սկսենք իհարկե awareness-ից, սկսենք օրինակ ես ուզում եմ հիմա սկսեմ awareness campaign-ը, օրինակ սխմում եմ awareness, այո, Կներեք, իմ մոտ awareness-ը ու app promotion-ը չկա, ու մենակ աուկցիոնն է ու չի թողնում նշել ուրիշ, վերևում մենակ արկեք, կարող է այդ որ ինչ-որ ձեր մոտ այդ լսեք, մի բան եմ մոռացել հարցնեմ ձեզ, իսկ որ դուք ներբեռնել եք հեռախոսով, իսկ այնտեղ ինչ եք տեսնում, Ads Manager-ը։ Հեռախոսով չեմ մտել։ Բայց ներբեռնեք, ես մի հատ տարբերությունը հասկանամ, ինձ թվում է ձեր համակարգչից է որոշ բաները։ Դրա համար եթե բայց մի հատ ինձ էլի ուղարկեք, թե չէ պետք է ուրիշ բան չբացի։ Կարող է ինքը ձեր, տեսեք, ինքը այնտեղ հարց տվեց, այսինքն դուք պոլիտիկայով եք, ինչ-որ մի բան տակից տեսնում է, որ ձեզ խանգարում է, մի վարքյան։ Ես մի հատ տեսնեմ, թե չէ բոլորի մոտ նույնը պետք է Արմիդային կխնդրենք, իրեն մոտ լրիվ կարգավորել ենք, իրեն մոտ էլ կնայի Արմիդան, մի րոպե, Awareness-ը, ձեր մոտ սառը աուկցիոնն է, մենակ, նայեք, ինքը ասում է, մի հատ վերև, եթե նայեք, ինքը եթե աուկցիոնը սառած է, ինքը թույլ է տալի մի հատ աուկցիոնից օգտվեք, բայց մի հատ տակից, որ սխմում եք, մյուսը չի բացվում։ Չէ, չի թողնում, որ սեղմում։ Ես հասկանում եմ ինչ, ինքը ձեր բիզնեսից հասկացել է, որ ձեզ մենակ աուկցիոնն է պետք, ինքը ձեզ օգնում է, հասկացաք դուք, Տերեզա ջան։ Այսինքն եթե ուրիշ բիզնես լինի, այո, ինքը բիզնեսից երբեմն հասկանում է, տեսեք, ինքը ձեզ ասում է միայն աուկցիոնն է ձեզ հասանելի այս գնման ձևում, այսինքն ինքը ասում է դա է արդյունավետ, դրա համար է մյուսը փակել է, հասկացաք, տենց լինում է, դրա համար ես ձեզ անպայման խորհուրդ կտամ Ads Manager-ը մի հատ ներբեռնեք հեռախոսի մեջ, ընդեղից էլ գլիքը բաներ կհասկանաք, okay, դա չի նորմալ է, դա ճիշտ է, էլի խնդիր չի։ Это не проблема. Հիմա միացնեմ, լավ։ Okay. Հիմա awareness-ը սխմեցի, գնում եմ, սխմում եմ շարունակել։ Սխմում ենք շարունակել, ու հիմա տեսեք ինչ է բացվում։ Սխմեց, գրացա, նոր awareness campaign։ Դե բնականաբար ես կուզեմ իրեն անուն տամ, օրինակ դնում եմ անուն, օրինակ ես ինչ campaign եմ։ Օրինակ գրում եմ, որ ես ամսի 16-ին միացրած իմ campaign-ն է ու վերաբերվում է, օրինակ ինչ ենք ուզում ենք այստեղից անենք, օրինակ ուզում ենք ինչ որ օրինակ հոթելներին է վերաբերում, անունը դնում ենք, մերը, տեսեք, այստեղից նույնիսկ ինքը նորից տվել է, buying type auction, տեսեք, Եթե դուք այստեղից էլ կարող եք փոխել, դրա համար ինձ թվում է, եթե նորմալ լինի, Տերեզա ջան, ներսից էլ կարա փոփոխությունը ձեզ համար հասանելի լինի, okay? Մյուսը ինքը ինչա ցույց տալի, տեսեք ուշադիր, ստեղ ինքը ցույց է տալի awareness-ը, կարող է դու չես ուզում, ստեղից փոխում ես, բայց մենք արդեն ընդեղից ընտրել ենք, հետո բյուջեն, ստեղ գոյություն ունի advantage on, ինչը նշանակում advantage on, նայեք, այսինքն ես դնում եմ, օրինակ $25 օրը, ես կծախսեմ, ու ինքը գրում է, ձեր մաքսիմում daily spend-ը, ինքը իմ շաբաթական ու օրեկանն են ցանում, որ ճիշտ ժամին ամեն ինչ ինքը ծախսի, տեսնում եք, սա կոչվում է advantage on, այստեղ տեսեք, տեղ կա, Եթե դու չես հավանում այդ ձևը ինքը ծախսի, դուք ուրիշ ստրատեգիա կարաք ստեղից ընտրեք, բայց ես նախընտրում եմ ու խորհուրդ եմ տալի
դուք էլ սա անեք, որովհետև ինքը որոշ ժամերը հասկանում է, երբ են հաճախորդը ներսում եւ այլը, ինքը ճիշտ ժամերի, ճիշտ օրերի տարածում է դա։ Այսինքն գիտեք $25 օրինակ, կամ լավ, ինչի՞ 25, օրինակ վերցնենք 10, հա, տեսեք էդի, կամ 10։ Ինքը 10-ն էլ գիտի ոնց ծախսի, տեսեք, նույն գրեց, դու ծախսում ես ամենակիչը $10 օրվա մեջ, քո մաքսիմում 17.50-ը ու շաբաթականը 70, այսինքն ինքը այդ ամեն ինչ կառավարում է։ Ստեղ մյուսը կա bid strategy, տեսեք, այն որ ես ասեցի, չէ, ընտրում ենք highest volume, որ մենք թույլ ենք տալի, որ սիստեման ինքը կառավարի ձեր գումարը, որ կլիկի վրա ծախսի, որ հաճախորդի վրա, կա cost per result goal, այսինքն ես վճարում եմ ամեն արդյունավետ նպատակի համար, եւ կա other options bid cap, հա, էդի դուք հենց աուկցիոնի համար է, ստեղ մի քիչ դժվար է հասնել նպատակի, պետք է շատ բարձր գին դնես, որ ինչ էլ ուրիշները դնեն, դու իրենց հաղթես ու քո կոնվերսիաները լինեն շատ։ Այսինքն դուք ներքևից այդքանը տեսնում եք, ուշադիր եք լինում, բայց բոլորը կարժե փորձել, բայց միայն թե այս bid capping-ը սա մի քիչ դժվար է, դու պետք է շատ բարձր գին դնես, այսինքն այդ աճուրդում, որ լինես թոփի մեջ, դա ձեզ այդպես երևում է։ Հետո, ստեղ budget scheduling կա, դու կարող ես բարձրացնել քո բյուջեն հատուկ ժամերին, օրինակ ստեղ կա, տեսեք, այսպես, կարող ես դնել այս ժամերին այսքան ծախսի քո այն $7, օրինակ, օրով այսքան, գիշերը այսքան եւ այլը։ Դե եթե չեք ուզում, բայց որոշ մարդկանց համար դա լավ էլ աշխատում է, լավ էլ էական է, կարող եք դա օգտագործել։ Դա նույնպես հասանելի է։ Մյուսը, ստեղ հիշում եք, ասեցի, թեստ կա։ Եթե սենց բացում եք, սպասեք բացենք, ահա, վերակյան, հիշում եք այն թեստը ձեզ ասեցի, որ գոյություն ունի այդ թեստը, էսա։ Ինքը ասում է, մենք կարանք բարելավել, բացատրել ձեզ ձերը որն է լավ աշխատում, այսինքն թեստը մի 3-4 օր պետք է աշխատի, դուք դնում եք նույն ձևով, ինքը ձեզ ասելու է, որ գովազդը լավ է աշխատում, դա եք թողելու։ Եթե ժամանակ ունեք, իհարկե օգտագործեք։ Եթե չէ, բնականաբար, եթե հիմա է պետք, ժամանակ չունենք, բնականաբար։ Հետո գոյություն ունեն ստեղ special ad categories, հատուկ կատեգորիաներ, որոնք վերաբերվում են ֆինանսական պրոդուկտների, սերվիսի, ծառայությունների, հասարակական ընտրությունների, պոլիտիկայի վերաբերյալ, հա, ստեղ գովազդները շատ հատուկ ձևով են աշխատում, այդ պարագայում բացում եք։ Եթե չի վերաբերվում, սա մնում է փակ։ Սա ձեր առաջին քայլն է, հա, մենք մտակ, առաջին քայլն է, առաջին edge-ն է, ահա։ Հետո արդեն այսքանը կարծես թե կարգավորեցինք, սխմում ենք next, Հեսա սխմենք next, ահա, տեսեք, մենք արդեն վերևում ենք, չէ, նայեք ձախնել, ներքևի չանք, որ պատկերացրենք ինչ կատարվեց ստեղ, ահա։ Հիմա, ստեղ ընտրում ենք արդեն հենց գովազդի նպատակը, նայեք, գովազդի նպատակների մեջ, տեսեք, ինքը ձեզ առաջարկում է, որ շատ հասանելի ռիչ ունենալ գովազդի, որ շատ մարդիկ տեսնեն, նայեք, ամեն ինչ կա, այս մի վարքյան, ու երբ որ ես փոխում եմ, լիքը բաներ ա, տեսեք, հետը փոխվում, կարա լինի վիդեո վյուն ուզում եմ մաքսիմայզ անել, եթե փոխեմ, ուրեմն ավելի ուրիշ ձև լինի, ես օրինակ ընտրում եմ, ես ուզում եմ, որ իմ գովազդները հնարավորինս շատ մարդ տեսնեն ու ինքը ռիչ ստանա, ինչ որ մի բան անեն այդ գովազդի մեջ, ես սա եմ օրինակ թողում, տեսեք ընտրությունները շատ ա, ինքը միանգամից բացես, տեսեք ասում այս Facebook էջն ես ուզում, որտեղ ուրիշ էջերել ունեմ, ահա, ես ուզում եմ սա, տեսեք, որովհետև էսա, տեսեք ուրիշ էջերել կա, միանգամից դուք նայեք, կարող ա տակի ձեր սեփական էջն ա բերում, ոչ, ահա, այսպես ձեզ գալիս է արդեն մնացած գործիքները, որը կառավարում եք եւ ստեղ կրեատիվ էլեմենտներ կա, որը էլի հասանելի են, դինամիկ կրեատիվ էլեմենտները կարող եք բացել, այսպես, ստեղ օֆա տեսեք, ինչ է դա նշանակում,
դուք կարող եք կրեատիվ էլեմենտներ ստեղծել, դա նկարներ է, հետո վերնագրեր է, որոնք ավտոմատիկ կգեներացնեն ուրիշ ձևեր ձեր հաճախորդների համար։ Հիմա դրա համար ես սա բացում եմ, որ ոնց որ AI-ը ինձ օգնի։ Դա artificial intelligence-ն է։ Հիմա դուք կտեսնեք արդեն այդ փոփոխությունը։ Ահա։ Ինքը ասում է ապրիլի 16-ը ինչ որ չի բռնում, ասում արդեն անցել է այդ ժամը։ Կասեմ սենց նայեք, հա, օքեյ։ Ահա, մյուսը ստեղ կա add set spending limits, այսինքն դուք կարող եք ինչ որ այդքան ծախսել քիչ կամ շատ, ահա, դուք կարաք դնեք լիմիտ, օրինակ հասա այսքանի ինձ կանգնեցրու, այստեղ եթե սխմեք, օրինակ նվազագույնը այսքան ու այսքանից այսքան, դուք դա էլ կառավարում եք, ձեր գումարն է։ Մյուսը գալիս է այդ աուդիտորիան, որը ձեզ ասեցի, նայեք, եթե դուք ուզում եք օրինակ Հայաստանը, հա, օքեյ, բայց եթե օրինակ ես ուզում եմ Հայաստանում մենակ իմ գովազդը օրինակ Երևան Ռազդանում, տեսեք, ահա, տեսեք, Ռազդան, մի անգամից, ահա, տեղը ու կա տարածքն էլ հետը, օրինակ ուզում եմ տարածքն էլ հետը, դա հաշվի առեք, տեսեք, մի անգամից ինքը տարավ ինձ Ռազդան, ու դուք նայում եք այստեղ աջ կողմից, ինքը ցույց է տալի, եթե դու սենց ընտրում ես, դու չես հասնի նպատակի, տենեք պետք է կանաչես, ասում է քո աուդիտորիայի size-ը շատ քիչ է, դու քո նպատակին չես հասնի, տեսեք ինքը ստեղ աջ կողմից ձեզ բացատրում է, կլինի արդյունք թե չէ, լավ, ուրեմն Ռազդանում չեմ կարա, մի հատ էլ Երևան դնեմ օրինակ, այսինքն դուք պետք է աջ կողմի հետ խոսակ, դրեցի Երևան, տեսնենք ինչ փոխվեց, ահա տեսեք մի անգամից կանաչեց, ինքը ասում է, այս պարագայում արդեն այսքան մարդ քո գովազդի հետ կառնչվի, դրա համար այս audience definition աուդիտորիայի աշխատանքը մի անպայման նայեք, հետո ստե մի հատ տեղ կա, որ պետք է անպայման սխմեք, ինքը փակ է, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ հետաքրքրում են քո գովազդով, հասնեն ձեզ մոտակայքում, այսա պետք է անպայման սխմեք, սա պետք է աշխատի, անպայման հենց օրինակ տեսեք, հենց Ռազդանում չէ, այս տարածքայի մարդիկ էլ գան հասնեն, հետո գալիս է տարիքը, հա, ստեղ տարիքն եք դնում, լեզուներն եք դնում եւ այլը, եւ հիշում եք, եթե դուք ստեղծել եք աուդիտորիա, օրինակ տեսեք, ահա, եթե դուք ստեղծած աուդիտորիա ունեք կդնեք, եթե չունեք, արդեն դուք ստեղ դնում եք աուդիտորիան ձեր, եւ ստեղ կա էլի advantage plus audience, նշանակում է էլի add technology, ավտոմատ, գտնում է ձեր աուդիտորիան եւ բերում է, ահա, տեսեք, այսա շատ լավ կլինի, որ դուք այս գործիքից օգտվեք, աուդիտորիան բացեք, ահա, եթե դուք save անեք օրինակ, սա ես համարում եմ օքեյ, save անելուց ինքը ասելու է, տենում եք անունը դիր, որ անունը դնեմ ինքը մեխանիկորեն հայտնվելու է այն իմ աուդիտորիաների ցանկում, դա այստեղից է արվում, մյուսը գալիս է placement, placement այսինքն որտեղ պետք է երևա, որտեղ պետք է քո բյուջեն կիսվի, որ քո գովազդը երևա, տեսեք, Եսա ձեզ ցույց տամ, դուք կարաք որոշ աուդիտ, օրինակ որոշ տեղերում, եթե չեք ուզում երևա, դուք կարաք բլոկավորեք, բայց ես ձեզ խորհուրդ չեմ տալի, որովհետև բոլոր մետայի աուդիտորիայում ինքը ճիշտ է որ երևա, դրա համար պետք է լրիվ ստեղ լինի բաց, անպայման։ Սա այդ քայլն է, տեսեք քանի քայլ ենք անում, մինչև մեր գովազդը կարգավորենք։ Այսքանը դեռ պարզ է ժողովուրդ ջան։ Այսի դեռ մենք մի ձևի մեջ ենք, մենք վերցրել ենք առաջի ձևը, awareness-ը, այսինքն այն մյուսների մեջ այս նույն բանը չի լինի, հասկացաք դուք։ Ես ուղղակի տանում եմ նրա, որ հետո մյուս քայլին, այսքանը պարզ է ժողովուրդ ջան։ Արձագանքեք, գնացինք, մյուս քայլը շատ կարևոր է, որովհետև հենց այդ կարևոր գործիքներն է։ Եթե ձեզ հետ ինչ-որ մեկը գովազդի մեջ բիզնես կա, որ ձեզ հետ համագործակցում է, դուք բացում եք, եթե չէ, սա մնում է փակ։ Մյուսը, ինքը գտել է մեր edge-ը, գտել է մեր Instagram-ը, որտեղ մետայի մեջ պետք է աշխատի, ասում ենք օքեյ, ահա, հիմա եկավ են պահը ֆորմատը, այն որ հարց եք տվել, ինչ ֆորմատով ստեղ կարող է իմ գովազդը հասնել նպատակի, էսա, ինքը առաջարկում է, մի հատ նկար կամ վիդեո, ահա, տեսեք, այսինքն ինքը սարքել է slide show կամ այդ նկարից,
կամ վիդեոյի հետ աշխատանք, կամ կարուսել, տեսեք, կարուսելը այն, որ չի թերթվում, ասում է 2 կամ ավելի նկար է պետք, կարուսելի համար, և անպայման, ստեղ մի բան կա, որ կամ այո ես ասում կամ ոչ, որ քո գովազդը երևա ուրիշի գովազդի հետ նույն ոնց որ տեղը և մարդկանց օգնի, այդ պարագայում կարող եք ավելացնել, կարող եք չէ, այսինքն ուրիշ գովազդի մոտ երևա, թե չէ, երևի հաճախ եք հանդիպել, որ մի քանի գովազդ իրար մոտ էջում, կարաք էսի միացնեք, օրինակ կարա լինի, հիմա գնացինք, եթե մենք ընտրում ենք ոչ կարուսել, եկեք սենց, մի վիդեո, մի նկար կամ վիդեո, ես ձևն ենք ընտրում, հիմա ինք ասում է ընտրի նկար, բնականաբար, ընտրի նկարներ, ընտրի վիդեոներ կամ ստեղծիր վիդեո, տեսեք, ինքը ինձ ասում է, քո գովազդի տարբերակը, կարիք ունի, տեսեք ինք արդեն խորհուրդ է տալի, որ ընդեղ բոլոր այդ AI-ը, արհեստական բանականության գործիքները բացել են, իրենք խորհուրդ են տալի, թե հիմա ոնց անեն, ինքը ասում է, ձեզ պետք է նկար կամ վիդեո, և ձեր մի հատ գովազդը պետք է նկարներ կամ վիդեոներ ավտոմատիկ ֆորմատով, ընտրեք, տեսեք ինք արդեն մեզ խորհուրդ է տալի ու բացում ենք optimize, որ ինքն էլ օպտիմիզացնի, հիմա նայեք ինչ է կատարվում, գնում եմ վերցնում մի հատ նկար, ինքը բացեց, էսա լիքը բան է բացում, թողեք բացվի, տեսնում եք են դեղին արդեն ցույց է տալի, այսինքն ասում է սա չես կարա վերցնես, տեսեք, ինք արդեն ստուգել է, այ դա է մեզ օգնում, սա էլ չես կարա, սա էլ չես կարա, մեր էջի ամեն ինչը ցույց է տալի, սա մեր գովազդային հաշվի նկարներն է, սա որ ինքը խորհուրդ է տալի, ներբեռնվի, էսա ներբեռնվի ու դանդաղ գնանք, թե չէ ես շտապեցնում եմ Ժորջը, մի հատ, իրեն, թող ներբեռնվի, խորհուրդ տվողներն էլ որ հասկանան, սա պարտադիր բացվելու է այս ստրատեգիայի պարագայում, էսա բացվի, Շուտ անտաղա բացվում, լավ, էսա եթե սա չի բացվում գնամ, ինստագրամինը, ինստագրամինը տեսակ հեշտ, տեսեք ինստագրամինը ինքը ասում է ինչ ներբերնել ես, բոլորը հարմար է, տեսեք ոչ մի ավել բան չի տեսել, էլի, դա շատ կարևոր է Ժողջան, սա հիշեք, սա շատ կարևոր է, որ ինքը ստուգել է, և իմ Facebook էջը, մի հատ տեսնենք ստեղ, սա էլ է ցույց տալի, այսինքն ինքը մենք ինչ կատարել ենք նախորոք, ինչ նկարներ ներբեռնված ենք, ինքը այսպես կարդացել է, ստուգել է և ասում է, որը հարմար է, որը հարմար չի, հիմա տեսնենք, որը նախընտրելի է, ինքը բացեց, ինքը նախընտրելին ինչ-որ դժվարանում է գտնել, հիմա AI-ն է աշխատում, որ ստուգման գործիքներն են աշխատում, ու պետք է համբերություն ունենանք, որ տեսնենք ինչ եղավ, դա կարևոր է, տեսա մի հատ սպասենք, տեսնենք, եթե չէ, ապա գնանք առաջ, չէ, ինչ-որ ստեղ ես հարթակի հետ հաստատ խնդիր է գտել, ձեր չտան, ուրեմն բացում ենք all, բոլորը օրինակ, և օրինակ, եթե չունեմ հարմարը, բնականաբար կարող եմ upload, ներբեռնել, դա էլ կա, այդ հնարավորությունն էլ է տալի, էսա տեսեք, recommended image, ինքը ստեղ դեռ փնտրում է, օրինակ վերցնում եմ իմ գովազդի համար, այս նկարը, մի հատ նկար, սխմում եմ continue, ավելացնել, շարունակել, որ դուք պատկերացնեք, հիմա ուշադիր նայեք ինչ է կատարվելու, ինքը, նայեք ուշադիր, Facebook feed-ի համար, Instagram feed-ի համար, արդեն դասավորել է, տեսեք, էսա բոլոր հարթակների համար, ինքը բոլոր հարթակների համար, ինչ հարթակ կա, էսա, ձևավորումը, տեսեք քանի հարթակ կա Facebook-ում, Instagram-ում, ու գտել է էսա մի հատ խնդիր, ասում է, էստեղ չի կարա երևա, էսա կսխմենք տեսնենք, դա էլ է ցույց տալի, ասում է, Instagram story-ներում ինչ-որ լավ չի երևում,
ասմա ուրիշ գտեք, ահա, ստեղ ուրիշ կգտնենք, տեսեք ինքը ստեղ մեզ խորհուրդ էր տալի, և ստեղ կա preview, նախորոք տեսնել, և տեսեք ինչ խնդիրներ տեսամ, ինքը մի անգամից դուրս գրեց, սխմում եմ advanced preview, հա, տեսեք հիմա քանի հարթակների համար, ինչ սիրուն բան է ստեղծել մեր գովազդը, տեսակ ժողովուրդ ջան, տեսեք Facebook story-ներում, video feed-երում, ու հետա տեսեք ներքևը ինքը ինչ պետք է գրել է, մենք փոխելու ենք, տեսեք, Այս մեզ ծանոթ Instagram Explorer-ն է, որ բոլորը ուզում են ստեղ Երևան, սա շատ լավ դաշտ է տարածման համար, Էսա Marketplace-ը, սրա հետ էլ եք ծանոթ, նայեք ինչ սիրուն Reels է սարքել, Reels-ի հարթակում, Instagram profile, Facebook Reels-ի մեջ, շատ սիրուն ձևով, արդեն ինքը կազմակերպել է, նայեք, բոլորը ստացել է, Ինչ մի նկարից, մենք մի նկարը դրել ենք, ինքը լրիվ օպտիմիզացիան արդեն արել է, ստեղ կա load more variations, ասենք սա ոչ բոլորն է, հա, Սա բացի մնացածներ տեսնենք ինչ է արել, ստեղ էլ է սարքել, Instagram feed, stories, տեսեք, Facebook story-ների համար, սա տեսնենք, բոլորի համար ինքը կազմակերպում է, ու եթե խնդիր է լինում, ինչ-որ հարթակի համար, ինքը մեզ ասելու է, որ ստեղջեք, ընդեղ մեկ կար ասեց չի լինելու, ընդեղ պետք է նկարը փոխենք, ուրեմն կփոխենք, ուրեմն եթե մենք սրա հետ համամիտենք, որ այսքան հարթակում երևա, իսկ մենք համամիտենք, տեսեք, այսինքն feeds, in-stream, գովազդներ, վիդեոների, reels-երի հարթակում, եթե ուզում եք առանձին նայեք, սենց սխմում եք, ինքը ցույց է տալի մենակ դրանը, story-ներում, Այսպես, օրինակ, տեսեք, մի անգամից բոլոր story-ների տեսակներով բերեց, search, այսինքն փնտրումների արդյունքներում սենց է երևալու, Facebook search result-ներում, ահա, այս է երևում այս ձևով, եթե դուք համամիտ եք, մենք սխմում ենք save, այսինքն պահեցինք սա, հիմա ընդեղ, որ խնդիրներ էր գտել, ասմա խնդիրը լուծվեց, տեսեք ինչ որ միջև բան ենք անում են, ասես նկարը փոխելու խնդիր չկա, հիմա ընտրում են գլխավոր տեքստը, տեսեք, եթե ուզում եք տանեք կայք, ավելացնում եք կայքի հղումը, ստեղ կա, եթե ինչ որ կայք եք ավելացնում, տեսեք, եթե չէ, այսպես, ու գրում ենք հիմա վերնագրերը, բոլոր վերնագրերն ենք գրում, տեսեք, ու այնտեղ փոփոխությունը արդեն կտեսնեք վերնագրերի, ինչ վերնագրեր պետք է, պետք է բոլորը ավելանա, հիմա ստեղ օրինակ, գրում եմ օրինակ, եկեք լավագույն հյուրանոց, օրինակ, book, Aua hotel, օրինակ մի քանի բան գրեմ, որ պատկերացնեք, մեր hotel բառը չգրեց, ստեղ մի քիչ տառերը, որ կարդում է բոլոր հարթակներով, պետք է դանդաղ գրենք, Այսա, տեսեք, մեկը գրեցինք, մյուսն էլ պետք է գրենք, տեսեք, ինքը մի քանի տարբերակ ասում է գրի, ես ամեն նկարի հետ կդասավորեմ, ու ամենակարևորը հիշեք, վերնագրերը չպետք է լինեն դուպլիկատ, տեսեք, այսինքն չկրկնվեն, օրինակ գրեմ best hotel, մյուսը կգրեմ, օրինակ մեր հյուրանոցը, այս սենյակը, այս գինն է, օրինակ գրում եմ Դիլիջան, hotel, ու գրում եմ գինը, օրինակ, սա կգրենք ինչքան, օրինակ 50,000 դրամ կամ 40,000 դրամ, որ այդ կնովը, կարևոր ես դեզ ուզում եմ ցույց տամ, որ չի կարելի, որ վերնագրերը նույն բառով սկսեն, էլի կրկնվեն, 55,000 դրամ, այս էլ գրեմ, Այսինքն դուք անպայման պետք է բոլոր տեսակները կարգավորեք, ինքը արդեն ամեն նկարի տակ ճիշտ բանը ցույց կտա։ Էսի մի րոպե, M, տառերը ստեղ մի քիչ դանդաղ պետք է գրես, շտապում եմ երևի, որ ինքը կարդա, դեն էլ գրեցի, դուրս արի դիտար, վերջ, ու նայեք, բոլոր տեքստի օպշնները, որ ինչ ավելացնեք, գնալու են նկարների տակ սիրուն երևա, եթե դուք ունեք event, իրադարձություն, որ ուզում եք երևա, օրինակ, ստեղ կա add event տեղ, ու գրում եք, event-ը այս ժամին սկսում է, այս ժամին ավարտվում է, event-ն էլ եք ավելացնում, այսինքն event-ը կարող եք ոչ թե
տանել այն event-ի վրա, որը կա ձեր կայքում Facebook-ում, այլ ստեղ սարքել event-ը, դա էլ է հնարավոր, ահա, դրա հիմա մի րոպե կգնանք, ստեղ կա review, հա, տեսեք ստեղ ցույց է տալի in draft, այսինքն մենք review, ստենց սխմենք, ինքը ցույց է տալի, ահա, Էսա, ինչ ենք մենք արել, որ խնդիրներ չկա կանաչա, այսինքն նորմալ է, ինքը խնդիր չի տեսել, ու իմաստեղ որ գնանք, տեսեք ինքը արդեն այդ մեր գրած վերնագրերով արդեն փոխել է, տեսեք ինչ սիրուն, book մեր հոթելը, տեսեք ինչ որ դուք գրեցիք, ինքը արդեն ստեղ սիրուն ձևակերպեց։ Ներեք ձայնս, սա արեցինք, այստեղից մենք այդ նկարները դասավորեցինք, մի նկար դնելով ստեղծեցինք այդքան շատ վերսիաներ, նայեք, ստեղ արդեն մենք նկարը, տեսեք, եթե ուզում եք նկարը edit անել, ինչ որ գործ ունենալ նկարի հետ, edit media եք անում, ահա, տեսեք, էլի նույն ձևով vertical, ինչ որ մի սենց օրինակ սա ճիշտ կլինի, հա, արդեն, ինչպես հասարակ պոստի մեջ կարգավորում եք, ահա, views-ը, հիմա գնացինք օրինակ, էլի գնամ select images, տենամ կարամ էլ նկար ավելացնեմ, որ դուք պատկերացնեք, քանի նկար է թույլ տալի, նայեք, այդպես անել, արդեն 4 նկար, 10 նկար կարամ անեմ, ուղղակի ամեն մեկ այսենց առանձին պետք է ընտրեմ, տեսեք, էսա երկրորդը մտավ, ահա, երկրորդն էլ էսա կարգավորում ենք, սենց, գիտեք, որ քրոփինգը կարևոր է, որ հիշում եք, ասեցի հեռախոսով հարթակների հետ ուշադիր, երկրորդը դրեց, էսա կտեսնեք ընդեղ ինչա փոխվելու, երկրորդը դրեցի, էսա դնեմ մի քանիսը, որ պատկերացնեք արդեն ինչ կպո, 10 նկար ստեղ այս գովազդի տեսակով կարար լինել, քանի թեման դա ենք ընտրել, ինչ որ, օրինակ սա ընտրենք, Հայաստանի թեման ամեր մոտ, ահա, դրեցի և սա, բայց նայեք, դուք 3 հատ 10-ից դրել եմ, ինքը արդեն ասում է, դու էլի կարաս, 10 նկար, այդ creative-ը թույլ է տալի, որ դուք դնեք, եթե դուք ընտրել եք մի նկար կամ վիդեո, այսինքն հենց մի նկար չէ, էլի, այսինքն այդ նկարը իրեն փոխարինող ունի, մեկի տեղը կարա լինի 9, հա, հիմա եկեք տեսնենք ստեղ ինչ ագարում, ասում է 3 տեղում ինքը լավ չի երևում, ինչ որ խնդիր կա, սխվում ենք, տենակ ինքը ինչ խնդիր գտել է, էսա գտել է, գրել է, հա, ասում է ստեղ ինչ որ հղում է պետք դնել, ահա, ստեղ ինքը գրում է ինչա պետք, այսինքն որոշ հարթակներում, որ լավ երևա, ինքը գրում է պետքա, որ ավելացնենք, օքեյ, կավելացնենք, դուք միշտ աջ կողմին պետք է հետևեք, հիմա տեսեք արդեն, ահա, շատացան, զգացիք, ինչ սիրուն արդեն փոխվեցին, այսինքն ինքը արդեն նայում է, որ հարթակում, որը սիրուն կերևա, ինքը սենց փոխեց, տեսեք ստորիների մեջ էս այն սիրուն է լինելու, ստորիներում կարգավորել է, եթե դուք այնտեղ ներսում ճիշտ եք, էլի արել ամեն ինչ, ահա, տեսեք, ամեն ինչ կարգավորել է, ինքը դրել է, այսինքն դուք 10 նկար կդնեք, ու ինքը 10 նկար սիրուն ձևով այսպես կկարգավորի, եթե մենք ընտրել ենք սա, հիմա ընտրենք վիդեո, ասում է սա չեք կարա, տեսեք մի անգամից, հանեց, շատ լավ, ապրի ինքը, ասում է սա կարակ, շատ լավ, տեսնենք վիդեոն ոնց ենք անում ստեղ, տեսեք, այսինքն և նկար դրեցինք, և վիդեո դրեցինք, տեսեք, այսինքն ինքը թույլ է տալի, եթե դուք ընտրել եք այս տարբերակը, և նկար դնել, և վիդեո, և թեկուզ գրել է կամ, բայց հիմա դրել եմ ես վիդեոն, ահա, այս այ մեր վիդեոն դրեցինք, տեսեք էլի, recommended size կա, ուղիր ասմա, ստեղ կա captions, այսինքն, տեսեք հիմա ինքը վիդեոն կարգավորում է, տառերով, ամեն ինչով, Էսա տեսնենք, տեսեք ինքը վիդեոն արդեն AI-ը կարգավորում է մեզ համար։ Էսա տեսնենք, սպասենք, որ պատկերացնենք, թե AI-ը մեզ ինչ է անելու, ոնց է օգնելու։ Էսա,
Հիմա նայեք ինքը վիդեոն ինչ է անում։ Էնա, ահա։ Տեսեք ինքը ասում է լավ կլներ, որ այն մարդը ինչ խոսում է տակից երևա։ Մենք կարանք առանձին ֆայլով անենք, ես ընտրում եմ ավտոմատ։ Նենց արա ավտոմատ ինչ խոսում է երևա։ Տեսնենք ինչ է անում։ Ահա, տեսեք, այն մարդը ինչ խոսում է, հիմա տակից երևալու է։ Պահպանում եմ ուղղակի։ Եկեք պահպանենք։ Ու տեսնենք ոնց է այդ ամենը աշխատելու։ Գիտեք, ինչքան հնարավոր է ճիշտ է, որ վիդեոյի վրա գրությունը երևա։ Նայեք, եթե սխալ է օրինակ, ստեղ edit-ի տեղ կա, տեսեք, ես կարամ ուղղեմ։ Ահա։ Կարամ ավելացնեմ։ Եթե կարող ենք սխալ է կարդացել, ես սենց կանեմ ու նոր պահպանեմ։ Հեսա տեսնենք ոնց է այդ ամենը երևում։ Ստեղ ընտրում ենք, տեսնենք ինչա, հա, ինքը վերևից միանգամից ընտրել է, ոնց պետք է երևա վիդեոն և կարելի է ձեռով, նայեք, manual, ես կարող եմ, ոչ թե իրեն ընտրածը դրեմ երևա, օրինակ ուզում եմ սա երևա, փոխում եմ, իմ վիդեոն սենց երևա, այս մարդը վերևը լինի, որովհետև դա ինձ համար օրինակ կարևոր է, ահա, հիմա տեսնեմ ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ եղան, գնում ենք, էլի նայում ենք, վիդեոն աշխատեց, թե չաշխատեց, տեսնենք աշխատում է, թևի, ահա, Ժողջան, նայեք ինչ լավ է, վիդեոն, այսինքն ինքը մեխանիկորեն հասկացավ, որ հարթակում վիդեոն կաշխատի, ու աշխատեցրեց, Facebook-ի ստորիները տարավ, տեսակ, Reels սարքեց, տեսակ, Reels-երի մեջ ինքը ցույց է տալի արդեն, դա էլ սարքեց, էլ տեսնենք որտեղ վիդեոն, ահա, Հեսա, Facebook profile feed-ում, Facebook-ի պրոֆիլների feed-ում էլ աշխատեցրեց վիդեոն, մարդը այսինքն դեղից կսխմի, հեսա, տեսեք, ու ներքևից արդեն գրում է, ահա, ընտիր, տեսեք, դուք միայն ծրագրավորում եք ճիշտ, ինքը աշխատում է, հիմա տեսնենք ստեղ էլ աշխատեցրել, վիդեո էլի, տեսեք, ինքը եթե տեսնում է, որ հարթակում վիդեոն չի աշխատի, ինքը չի վերցնում, ահա, ինքը հասկացա, որ մեր այս վիդեոն այսքան հարթակներում կհասնի նպատակի, հիմա սենց անենք, ահա, տեսեք, ստեղել է վիդեոն, այս աշխատեցրել է, ահա, շատ լավ, ահա, այսինքն սա ձեզ պարզ է, որ դուք կարող եք և նկարներ բերնել ստեղ, և վիդեոներ բերնել, գրությունները կարգավորել, եթե դուք ընտրել եք այս ստրատեգիան։ Բնականաբար, այսա ցանկալի է, որ սխմեք, որ մյուս գովազդների հետ երևա, ոնց որ այն գովազդը եթե չսխմի մարդ, ինչ որ գովազդ է, ձերը սխմի։ Եվ կարուսելն էլ, քանի որ հարցը կարուսել եղավ, հիմա եկեք պատկերացրենք կարուսել ենք ուզում, որ դուք տեսնեք տարբերությունը։ Էսա, մեր տեքստերը, ինքը ասում է, արդեն եթե դու ընտրել ես այս ձևը, վերնագրերը շատացրու, օրինակ ստեղ ասում է մի հատ էլ գրում եմ սենց, տեսեք արդեն ինքը շատացնում է իմ վերևի գործիքները, նկարագրությունները, Armenia is the best, օրինակ գրեմ, որ դուք պատկերացնեք, ես կարուսելը հենց ընտրեցի, այսինքն հենց դու որևէ բան փոխում ես քո աշխատանքային աղբյուրներում, փոխվում է մնացածը, դուք պատկերացումը, սա բնականաբար իմ edge-ն է, հղումն է, եթե դնում եմ, և ամենակարևորը հայտնվեց արդեն կարուսելում, call to action, կասեք ինչ է ուզում ստեղ ավելացնեմ, ինչ է ուզում ավելացնեմ, ասեք, մարդիկ ինչ պտի անեն, հա, ահա, սխմում եմ տենամ ինչ պտի մարդիկ անեն, էսա, լսեք, տեսեք, լսեք, պատվիրեք, կոնտակտ, տեսեք, արդեն դուք ստեղից կընտրեք, ահա, add another, տեսեք, արդեն ինքը հնարավորություն է տալի, մի քանի ձևի ընտրեք, մարդիկ թե ինչպես ձեզ հետ կապ հաստատեն, էսա, բոլորը ընտրում եմ, տեսեք, կոնտակտ, էսա, լիքը ուրիշ բաներ ընտրեցի, download, կամ չգիտեմ, իմացեք ավելին, էսա, ու բնականաբար, հիմա գնենք, տեսնենք ինչ ստեղծվեց աջ կողմում, ահա, տեսեք ասմա, այս պարագայում ինչ որ դու արել ես, 16 տեղ չի գնա, պտի փոխես, այսինքն ստեղ ես պտի սխմեմ, ու տեսնեմ ինչ պտի փոխեմ, որ այն 16 հարթակում ճիշտ երևա, հիմա սխմեմ, տեսնեմ ինչ է
ստացվել։ Երևի վիդեոյի պատճառը չի կարացել թե կարդան, ահա, տեսնենք ինչ կարուսել է ստեղծել ինքը, էսա նայենք։ Տեսեք ինքը ասма ստեղ լավ չի կարդացել, գնանք ստեղ, ստեղ էլ չկարդացել, տեսեք ինքը ստեղ չկարդաց, այսինքն մենք հասկացանք, ոչ թե ինչ-որ նկարների խնդիր կար, թե ինչ կար, ինքը ասма 16 հարթակում չեմ կարում կարդամ, ուղղիր, նկարները պետք է ուղղվեն, երևի ինչ-որ մի բան պետք է ուղղվի, որ ինքը այդ հարթակը հասցնի, իսկ 9 հարթակում ոնց որ ստացվել է, տեսեք, եսա տեսնենք, ստեղ էլ ցույց չտվեց, լավ, էսին էս նկարով անենք, տնենք այս նկարը, ինքը մի անգամից կարդում է ու մեզ բացատրում է, կլինի թե չէ, տեսեք, ինքը մեզ բացատրեց, որ մեր մոտ, եթե փոխեցինք կարուսել, արդեն հարթակները համարյա շատերը չեն կարդում, նշանակում է, մենք վերադառնում ենք ու կարուսելը ստեղ չենք ընտրում, մենք ընտրենք այն մյուսը, որը բոլոր հարթակներում կարդում է, ես դες ցույց տվեցի ստրատեգիա ընտրելու տարբերակը եւ գործիքների տարբերակը, որ դուք պատկերացնեք, թե ինչի հետ պետք է աշխատեք, միայն դրանից հետո ամեն ինչ պահպանվում է եւ արդեն հրապարակում եք։ Մի 2-3 ժամ, կարող է մի 4-5 ժամ լինի learning, այսինքն հարթակները ուսումնասիրեն եւ հետո ձեր գովազդը կաշխատի։ Տեսեք, ստեղ ինքը խնդիրները դուրս է բերել։ Не действительно для динамических реактивов. Следующий разговор не действительные размеры. То есть вы все здесь справа будете видеть, это ваш великий помощник. Բնականաբար մենք սա չենք հրապարակում, հա? Ահա, մենք սա չենք հրապարակում, մեզ ես ուղղակի ձեզ ցույց տվեցի այս մի հատ ձևը։ Հիմա սա կփակենք։ Եվ կգնամ մյուս ձևը, որ ցույց տամ ոնց է երևում արդեն, օրինակ մյուս ձևը, որ Messenger-ում 3 հարթակում երևում է։ Հիմա կգնանք Ads Manager, հետո արդեն դուք կստեղծեք, միասին կնայենք։ Այսինքն դուք հասկացաք, որ գովազդ ստեղծելը այդքան էլ շուտ բան չի, բայց կարևոր է, եթե ճիշտ է ստեղծված։ Վերջ, ես ճիշտ տեղ եկա, որ այս տեղով ես կարամ ձեզ ցույց տամ այս account-ը, թարմացրի։ Ինքը տեսեք, տեսել է, որ ես ինչ-որ բան եմ արել, ասում ուզում ես հրապարակես, չի ասնեմ, discard drafts, չեմ ուզում։ Այսի հանենք, որ, discard, այսինքն պետք չի, դա ուղղակի ես փորձարկում էի, օքեյ։ Հիմա գնացինք, ստեղծում ենք արդեն մյուսը, որը engagement է, որ ես awareness արեցինք։ Հիմա ես կամ traffic պետք է տամ, կամ engagement տամ, որ ես ուզում եմ դուք տեսնեք Messenger, Instagram, WhatsApp-ը, ոնց է աշխատում։ Այս երկուսի համար շատ լավ աշխատում է եւ զանգ է բերում միայն այս երկուսից, ավելի լավ է զանգ բերում, լիդերից էլ կարող օգտվեք։ Օրինակ վերցնենք, տեսնենք որը, այս ենք վերցնում օրինակ, engagement, արդեն փոխեցի։ Հիմա որ փոխեմ, դուք տեսնեք ուրիշ բաներ է բացվում, ինքը ասում է դու ուզում ես ձեռքով ստեղծես, թե մենք ձեզ օգնենք։ Ես ընտրում եմ, որ սիստեման ինձ օգնի։ Ձեռքով ամեն ինչ հետ մեկ-մեկ չհավաքեմ։ Բացվեց, էլի անունը, էլի բյուջեն, նույն բաներն է, էլի թեստն է, այդ սկիզբը նույնն է լինելու։ Էլի ինչ պետք է բացում ենք, էլի ստեղ որոշ բաներ ցույց տամ ձեզ, որը նույնն է ձեզ ծանոթ է, այս անգամ եկեք գնանք, օրինակ Արարատ, տեսնենք ինչ ա գրում, եկեք Հայաստանում ենք միշտ լինում, հլա եկեք մի հատ արտասահման գնանք տենանք, այնտեղ ինչ ա ցույց տար, օրինակ գովազդ դուր տանենք Դուբայ, թե չէ, այն մեկը Հայաստան եք տարել, այս մեկը եկեք Դուբայ նայենք, Դուբայ, Էմիրատներ, տարանք Դուբայ, տեսեք Դուբայ ենք տանում,
ահա, տեսեք կանաչ է, այսինքն ինքը դեռ չի հասկացել, բայց ասма կլինի, լավ, կլինի, հիմա մարդիկ, եթե ուզում եմ կան հյուրանոցի մոտ, օրինակ 20 տարեկանից լինեն, ահա, լեզուները, օրինակ ստեղ կարա լինի, անգլերեն, արաբերենն էլ կարա լինի արդեն, որ իրենք արաբերեն, արաբիկ, տեսեք, արդեն ստեղ լեզուները փոխեցի, audience-ը ստեղ suggestion-ը սխմում եմ, ինքը արդեն, տեսեք, ընդեղ ես ընտրեցի, ինքը ըստ դրա ասում է sense, բայց կարաս փոխես, մարդիկ, կանայք, սամանում է օրինակ, կաներեք, այսպես, save տալիս եմ, օրինակ այս audience-ը, այսա տեսեք, Դուբայում 20 տարեկանից լեզուները տերապետ են անգլերեն և օրինակ արաբիկ ու պահպանում եմ, եթե ինձ պետք է, գնացինք առաջ, իմ edge-ը ճիշտ է գտել, էլի նույն ձևով, տեսեք առաջարկում է, image կամ վիդեո կամ էլի կարուսել, հիմա ստեղ setup creative-ա դուրս գալի, ասում է ինչն ես ուզում որպես հիմք ընդունես, նկարը թե վիդեոն, ասեմ նկար օրինակ, այստեղից մի բան փոխվեց, որ ընդեղ չկար, մանտրենք, մի հատ նկար, էլի նույն տեղը եկանք, ընտրում ենք, հյուրանոցի չէ, հալող թող էլի ես նկարն ենք միշտ ընտրել, թող էլի ես Հիմա տեսեք ինչ կատարվեց, այնտեղ դուք չէիք տեսնում սա, ստեղ ինքը արդեն ավելի մանրակրկիտ, քրոփինգը նկարի ձևերը ձեզ չափերով ասում է, հեսա recommended, original և այլ, տեսեք, այսինքն ինքը ավելի մանրակրկիտ փոխում է, ստեղ ձախ կողմը նայեք, քրոփինգ արեցինք, այսինքն նկարները մենք չափեցինք, գնում ենք առաջ, տեսեք, տեքստերի ձևերը, էլի գրում եմ best hotel օրինակ, ստեղ ավելի սենց տեսանելի է ավելի ինչ, մեզ հետ խոսեք, նայեք call to action-ը, մեզ message ուղարկեք, ուզում եմ մարդիկ message ուղարկեն օրինակ, մի հատ էլ գրում եմ book, մի քանիսը գրեմ, որ դուք պետք է հնարավորինս բոլոր տարբերակները լրացնեք, օրինակ նայեք, ինք ասում է կիսատ օպտիմիզացիա արած, 2-ից 5-ը, այսինքն պետք է 5-ն էլ բացեք, տեսեք, որ ինք օպտիմիզացիայի հասնի, միջև չանեք, ինք օպտիմիզացիայի չի հասնում, ընտրեցինք book now, կարա լինի Armenia օրինակ hotel, մի քանի բան գրեմ, որ ձեզ հասկանալի ընտրեցի, էլի, այսինքն նկարը, տեքստը, նայեք, ստեղ ձախով ցույց է տալի, գնում ենք next, հիմա տեսեք ինչ է բացվում ստեղ, ինքը, տեսեք, սիրուն, տարբեր ձևերով, ինչ է արել, իմ դրած նկարը, տեսեք, AI-ով փոխել է, տեսնում եք, ինքը սիրուն կարգավորել է իմ դրած image-ը, տեսեք, շատ պայծառ գույներով, 0-ից 10-ը, եթե ուզում ես բոլորը օգտագործես, անում ես select all, որ բոլորը գովազդի մեջ գնա, եթե չես հավանում, օրինակ սա փակեմ, ու ուզում ես, որ հետևի ֆոնն էլ օրինակ փոխվի, ոչ թե ամբողջ նկարը, միայն հետևի ֆոնը, ստեղ կա տեղ, միայն հետևի ֆոնը կարաս փոխես, ու տեսեք ստեղ generate եմ անում, տենանք հետևի ֆոնով ինչ է փոխում մեզ, էլի AI-ը մեզ օգնում է նկարների կարգավորում, տեսեք ասում է, այն նկարը չեղավ հետևի ֆոնը փոխել, ասում է ուրիշ դիր, լավ, դնենք ուրիշ, այսինքն իրեն դժվար էր էլի այդ նկարի հետևի ֆոնը փոխել, մի րոպե, cancel, skip and continue տամ, մի րոպե, օրինակ հետո ուրիշ նկար կդնեի, ինքը բավականին ինձ կօգներ, ու տենց քայլերով կգնայի, հիմա նայեք ստեղ, այստեղ արդեն հարթակներով ես կարում եմ գնալ տեղում խմբավորել, նայեք edit group, որ ստեղ սխմում եմ, եսի Facebook Reels-ի բաների համարա, տեսեք, ես ստեղ կարամ նկարը փոխեմ տեղում, օրինակ եթե չեմ ուզում այս նկարը երևա, ես կարամ դնեմ այս նկարը, տեսեք, եթե ես չեմ հավանում, ես տեղից կարամ փոխեմ,
ուստեղ օրինակ recommended size-ը դնեմ, ու ստեղից տեքստն էլ փոխեմ, նայեք ստեղ, չեմ ուզում, եթե լավագույն հյուրանոցը դնում եմ, come to Armenia, տեսեք ստեղ հնարավորություն կա ավելի մանրակրկիտ աշխատել գովազդային կոնտենտի հետ, ինքը ասում է Facebook feed-ում, Instagram feed-ում երևալու է, ահա, պահպանեցի, տեսակ ես ստեղից կարողանում եմ կարգավորելու, ինքը ասում է 3-ից 4-ից, 3 միավոր 4-ից դու նայել ես, այսինքն էլի բան ունեմ նայելու, դեր փակենք, ահա, հիմա այստեղից նույն ձևով, այս խումբը, ահա, ասում է ստեղ որ անես, որոշ բաներ կորելու, ահա, ես պատկերացնում եմ, ահա, տեսեք այստեղ էլի, Facebook story-ներում, նայում եմ, Instagram mobile story-ներում, նայեք ինքը արդեն կարգավորել է, նույն կարգավորումը կարամ անեմ, հետո ստեղ կա, որ քո նկարը կարաս վիդեո սարքես, turn into video, տեսեք, ստեղ կա այսա բացվի, պատկերացնեք, որ մի նկարը կարա վիդեո լինի, օրինակ կարամ ես սենց սարքեմ, տեսեք, ես կարամ ընտրեմ ու save անեմ, դա էլի իմ ընտրությունն է, կարող եմ ես թողել այդպես, որ պատկերացնեք, էլի ստեղից կարող եմ գնալ, ու նույն ձևով փոփոխություններ կատարել, էսի արդեն պատկերացրիք search-ի մեջ, ընդհանուր search-ի մեջ, այսպես սիրուն երևում է, ահա, փնտրումների մեջ, ահա, այդ ձևով, հիմա եթե ես ուզում եմ տեսնել ես վարիացիաներ էլի նայում եմ, եսա տեսեք ինձ ասում է, ստեղ վերնագիր չես գրել, օրինակ գրեմ, հա, best օգտագործել եմ, ասել է նույնն է, hotels, գրեմ ստենց մի բառ ուղղակի, ահա, hotels, ահա, և այսպես, ու ինքը էլի եթե խնդիր է տեսել, ասում է խնդիր ունես, ահա, տեսեք երկու տեղ ասում է չի գնա, պետք է կարգավորես, հիմա նայում եմ մնացածը, ինքը ցույց է տալի, որ advantage and creative-ը միացրած է, բայց անջատած է 3D անիմացիան, enhanced CTA-ը, որը կարամ ավելացնեմ, ես խմբավորում եմ սա, այն գովազդի մեջ չկար, տեսեք, ինքը ինչ անելու իմ նկարների հետ, իմ նկարը այսենց ինքը անելու է, բոլոր այս գործիքները ուզում եմ աշխատեցնեմ, բացում եմ սրանք, եթե ուզում եմ բացել, բոլորը ձևերով երևա, սենց բացում եմ, ու բոլոր տեղերով իմ նկարը ինքը այսպես օպտիմիզացնելու է, ստեղ նույնիսկ տեղ կա, մի վարքյան, ինքը նվագել է ավելացնում, ահա տեսեք այստեղ, ես կարամ եթե նվագը, չգիտեմ ձեզ լսվում է թե չէ, նվագը, ահա, ստեղ նվագը չեմ հավանում, կարամ change music անեմ, ու ստեղ ավելացնեմ հայկական նվագ, այսինքն այդ, տեսեք, նվագները բացվում է, դու ստեղ օրինակ կարամ տեսնեմ, ահա, գրում եմ Armenian, օրինակ ինձ պետք է հայկական, տեսնենք ինչ է բացվում, ահա, այսա հայկական լավ էլ կար, ահա, ու դնում եմ, որ ուզում եմ իմ գովազդը լինի հայկականով, ահա, չգիտեմ, փոխում եմ, այն մեկը ջնջում եմ, ու դնում եմ տենց, այսինքն ստեղից դու կարող եք դա կարգավորել, լսել, նայել և նվագինը, այստեղ enhancements-ները պետք է բացվեն, և ինք ասում է review արա ստուգ, ինչ որ կիսատ ես թողեր, այն որ անում էինք, ահա, այն որ, ահա, էսի ասում է, կիսատ ես թողել, ստեղ միջև վերջ կարգավորի, ընդունում ես թե չէ, հա, օրինակ ընդունում եմ, սենց դուր է եկել, ասում է սենց նկարները փոփոխված AI-ով, բավականին լավ դիտում են ստանում, խորհուրդ է տալի, լոգոն ասում ավելացրու, որ սիրուն երևա, օրինակ լոգոյի տեղը, այսա մի հատ նկար կդնենք, որ պատկերացնենք, լոգոյի տեղը ինչ նկար կդնենք, օրինակ սա էլ է Հայաստանում, թոսալին, արդեն դա գլխից կերևա լոգոյի տեղը, կամ եթե լոգո ունեք, ահա, հիմա սա պահպանում եմ, տենամ ինչա դուրս գալի, ահա, էսա, ինքը լրիվ կարգավորեց, էսա, լրիվ կարգավորեց մեզ համար ու անում ենք save, պահպանում ենք, վերջ, այմա դրանից հետո ինքը արդեն մեկ ասմա 4 հարթակը օգտագործել ես 8-նա, էլի պետք է ստե կարգավորեմ, մտնեմ, հաստատեմ, ստեղ պետք է լրիվ դա հաստատվի, ահա, ստեղ գոելի headline-ներ պետք է ավելանանք, այսինքն ինչ-որ վերնագրեր, պետք է էդի կարգավորենք,
ու հետո արդեն եւս մեկ անգամ տեսնենք ինչա ցույց տալի։ Ասма որոշ տեսեք հարթակներում չի կարացել կարդա։ Եթե ինքը չի կարում, ասма ուղի։ Ահա, հեսա տեսնենք։ Որոշներում կարդացել է, որոշներում չէ։ Մեր գովազդը այսպես ինքը կարգավորել է։ Ահա։ Այսպես երկար բարակ, բայց մենք հասանք մեր նպատակի, արդեն դրանից հետո միայն մենք կարող ենք մեր գովազդը հրապարակել։ Հիմա սա փակում ենք։ Եվ ինքը դրաֆթի մեջ է, քանի որ մնալու գնամ իրեն ջնջեմ չխանգարի։ Եվ երևի Արմիդային խնդրեմ, Արմիդա ջան, նկարը կիսվեք, մի հատ ստրատեգիա վերցրեք, որը ես չեմ վերցրել, ու մի հատ քայլերով գնաք, էլի չեք հրապարակի։ Okay? Ձեր մոտ Բայց ես այսօր նոթբուքով չեմ։ Ինչ եք ասում։